ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կառուցողական դրսևորում կցուցաբերի եւ այդ նաեւ ընդդիմադիր այլ տեխնացուներ այդ նաեւ ձեզ կընտրի հանձնաժողովի նախագահ թե ոչ։ Գիտեք, այստեղ երևի չխոսենք կառուցողական բառը չօգտագործենք, այլ սա սահմանադրական իրավունք է եւ այժմ կանոնակարգով ընդդիմությունը իր ուրեմն համամասնությամբ ունի ազգային ժողովի ղեկավարություն կազմելու մեջ ուրեմն իր համապատասխան քվոտաները եւ մենք օգտվում ենք բնականաբար այդ մեր իրավունքից եւ լիազորությունից օգտվում ենք շատ պարզ նպատակադրումով մեր ծրագրերը, մեր նպատակադրումները եւ մեր խնդիրները շատ ավելի այսպես արդյունավետ իրականացնելու մտածումով այնպես որ քաղաքական պատասխանատվությունը նաեւ քաղաքական մեծամասնությանն է հարգելու, ընդունելու սահմանադրությամբ ամրագրված պարտականություն։ Եվ Տիկին Գալստյան այդտեղ հիմնականում մարդու իրավունքների թեմայում կարմիր թելով անցնում էր քաղաքական դերակատարների իրավունքների հետ կապված, բայց ոչ ձեր ելույթում, ոչ հարցադրումներում քաղաքացու խնդիրների մասին չլսեցինք, օրինակ ընտանեկան բռնությունները, կանանց, երեխաների, հա, այդ խնդիրներին ինչու ձեր ելույթում անդրադարձ չունեցաք։ Թե հանձնաժողովի նախագահը չունի այդ։ Ունի հանձնաժողովի նախագահը, ինչպես բոլոր հանձնաժողովները, ունի շատ լուրջ գործիքակազմ, ինչպես ասացի, հանձնաժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցեր եւ հանրային հարցերը շատ մեծագույն սպեկտրումների մեջ, թե կրթական իրավունքները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, ազգային փոքրամասնություններ, ընտանեկան բռնություն եւ այլն։ Ես իհարկե հիմնական շեշտադրումը դրեցի մարդու իրավունքների միջազգային այդ համախմբի վրա եւ քանի որ Հայաստանում այսօր մարդու իրավունքների հենց քաղաքական կոնտեքստն է ամենաթիրախավորվածը, ամենախոցելին, միգուցե շեշտադրումը ավելի շատ այնտեղ էր, բայց ընտրվելու պարագայում, ինչպես ես խոսքի եզրափակիչ մասում հաստատեցի, միանշանակ է, որ մարդու իրավունքների ամբողջ այսպես փաթեթը, որտեղ թե ընտանեկան բռնությունը եւ ամենակարևորը մեր հասարակությունում այսօր տիրող անթույլատրելի բռնության սահմանները անհանդուրժողականությունը պիտի դառնա հանրային տագնապներից մեկը եւ մենք բոլորս պիտի հասկանանք։ Այսպեսի մի հարց։ Ձեր կուսակցականացված կերպարը մի տեսակ ոնց ասեմ, այդ պաշտոնի հետ քիչ է համապատասխան իմ կարծիքով։ Օրինակ, եթե դուք լինեիք կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահ, ես դա կպատկերացնեի։ Կուսակցականացվածությունը չի խանգարում այդ պաշտոնը։ Ես չեմ կարծում, որ այստեղ բոլորը կուսակցական եւ քաղաքական մարդիկ են, ազգային ես հպարտ եմ իմ կուսակցական անցյալով եւ անկախության առաջին օրերից եւ դրանից էլ առաջ անդամագրվել եմ հայ հեղափոխական դաշնակցությանը եւ հպարտությունը քրիստոնեական այսպես պատվիրաններով թույլատրելի չի, բայց ես հպարտ եմ իմ արժե համակարգով եւ այդ կուսակցության անդամ լինելով, բայց իմ կուսակցականությունը երբեք չի խանգարել ինձ թե Հայաստանում, թե միջազգային հարթակներում պաշտպանելու հենց մարդու իրավունքները եւ ԵԱՀԿ-ում ես արդեն երկրորդ շրջանն է մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն հանձնաժողովի անդամ եմ։ Պաշտպանեք հավասարապես։ Եթե դրանք գիտեք, կպաշտպանեմ, եթե դրանք վերաբերում են մարդու իրավունքներին։ Եվ ես երբ որ մարտի 1-ին 5 ուրեմն տարբեր կալանավորվածների երաշխավորագիր եմ տվել, բոլորովին չեմ կիսել նրանց գաղափարարժեքային հիմքերը, այլ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից եմ խնդիրներին մոտեցել եւ մարդու իրավունքների պաշտպանությունը ընդունված այսպես աքսիոմատիկ նորմ է, ոչ ազգություն, ոչ կրոնական պատկանելություն, ոչ սեռական պատկանելություն չի ճանաչում եւ այդ պատասխանատվությունը բնականաբար հասկանում եմ։ Ինչ տպավորություն ունեք հարցերից, շնորհակալ հարցերից։ Անկեղծորեն չեմ կարող ասել, կանխատեսելի չի եւ տեսնենք ինչ կլինի, բայց մի բան ինձ համար ավելի քան հստակ է, կընտրվեմ թե ոչ, ես շարունակել եմ աշխատել ճիշտ այն կերպ, այն մոտեցումներով եւ այն արժե համակարգով, որ մինչև հիմա ունեցել եմ, ժամանակը թող ցույց տա։ Չգիտեմ, դեռ կտեսնենք։ Տիկին Գալստյան հաշվի առնելով, որ Աննա Հակոբյանը խորացել է ընտանեկան բռնության դեպքերի մեջ եւ գտնում է, որ օրենսդրական բաց կա, այդ ոլորտում իր հետ կհամագործակցեք, ոնց եք դա պատկերացնում։ Ես լսել եմ, որ ընտանեկան բռնությանը վերջերս հետաքրքրություն ունի։ Ես Աննա Հակոբյանին
Չգիտեմ, թող նախաձեռնությունը լինի մտածումները, ինչու՞ չէ, որովհետև մերժելը նկատի ունեմ, եթե առողջ լուծումներ կան, առողջ գնահատականներ կան եւ լուծման ճանապարհներից շահելու է մեր պետությունը եւ հասարակությունը, ես կողմ եմ եւ ընդհանրապես ես ինքս դիալոգի երկխոսության կողմնակից մարդ եմ եւ գերադասում եմ խնդիրները լուծել, քան թե առճակատումը